Այսօր պարոն Քոչյանը վերահաստատեց, որ այն ինչ ունեն օրինական է։ Իդեպ այս միտքը նակրտնել էր 2 տարի առաջ։ Տեսեք, մենակ դատախազի պահանջած դրամական եւ դրան հավասարեցված, այսինքն պարտքի իրավունք, այնտեղ փոխառություններ եւ այլ արժեթղթեր, այսինքն ոչ թե անշարժ գույք, այլ զուտ, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, քեշին համարժեք վերադարձի ենթակա գումարը, հանրագումարը կազմում է $100 միլիոն, $100 միլիոն, սրան գումարած 22 անշարժ գույք, ընդեղ չգիտեմ, սրան գումարած նայր ինշուրանսում, ընդեղ սեփականության մաս, Toyota-յում, սա դեռ չեմ վերածում դրամի, այն զուտ քեշի մասը $100 միլիոն է, պատկերացնում եք, դրսում չէ 4 միլիարդ չի, շատ ավելի քիչ է, շատ ավելի քիչ ինչքան է, $100 միլիոն գումարած 22 անշարժ գույք, գումարած մյուս ընկերություններում մասնակցություն, ասենք, չէ, գիտեք, ես էլի չեմ, ես էլի, տեսեք, այսքան մենք ստեղ ենք հասկացանք։ Չոր աշխատավարձով է վաստակել ճակատի քարտինգով է։ Նախագահի ոչ միայն չոր աշխատավարձով, այլև կեղտոտ աշխատավարձով էլ հնարավոր չի եւ նույնիսկ սովորական միջին վիճակագրական կոռուպցիայով էլ հնարավոր չի այդքան փող աշխատել։ Այդքան փողի համար պետք է լինի համակարգված, վերից վար, ստրուկտուրիզացված, ինչպես մեկ այլ նախագահն է սիրում ասել, ստրուկտուրիզացված կոռուպցիոն համակարգ, որտեղ ամեն լուման հստակ ունի իր ասոցիատերը, ներքևից վերև մուծելով, այնտեղ գալիս է հարկային, մաքսային այնտեղ, բոլորը իրանց փայերը գիտեն եւ այդպես է պետք է հատվածական, այստեղ, այնտեղ կաշառքով հնարավոր չի $100 միլիոն կուտակել ու այդքան գույք։ Ժորժ ջան, ախր դու մենք ինչ ենք պարզ բաներից խոսում։ Հիմա ինձ դուք ասում եք, ուզում եք ասել, որ երկիրը կլոր է, բայց ասենք ես չեմ ուզում ասել, դա արդեն վաղուց հայտնի է։ Որ երկրագունդը կլոր է, ինչպես որ հայտնի է, որ իրենք ունեն ահռելի մեծ, ահռելի շատ կուտակված ապօրինի գույք, որի վերադարձով, որ հիմա դատախազությունը զբաղվում է։ Բայց այդ էլ հլի մի կողմ, այն վերադարձվածները, որ ամեն օր հրապարակվում են, ձեզ այդ թվերը զարմանք չեն ներշնչում։ Զարմանք չեն ներշնչում, ասենք որ մի գյուղապետից կարող է դատախազությունը պահանջի $2.8 միլիոն։ $2.8 միլիոն։ Ասենք չգիտեմ, գյուղապետ, շատ փոքր ու աղքատ գյուղի գյուղապետ, ոչ թե չոր հարուստ գյուղի գյուղապետ, հա? Մասշտաբը դրա պատկերացրեք, եկեք այստեղ կոռուպցիայից են խոսում, ապշելու է, լավ հասկացանք, գոնե այս բաներից խոսան, որ այդտեղ խոսալու տեղ կարող է եւ ունենան։ Եվ այնուամենայնիվ, հա, ամփոփելով պարոն Եղոյան, ձեզ հետևում էին ազգային ժողովի աշխատանքին քաղաքացիները հետևում էին ուղիղ եթերում ու այս ամեն ինչին ականատես եղան։ Դուք ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցածին, լավ, այս առումով ինչ ունեք ասելու, հա, քաղաքացուն։ Ժամը քաղաքացիների հետ էի խոսում ես։ Ասելու ներողություն խնդրելու կարիք կա, թե չէ այն ամենին ինչ ականատես են լինում ընդհանրապես նիստերի դահլիճում։ Եթե կողմից եւ ընդդիմությանն էլ էս հարցը տալու ենք այդպես լինի։ Օրակ եք հարցը տալիս, անգիր եք արել։ Անգիր է այդ հարցը։ SMS են ուղարկում ինձ հարցերը, ոչ չէ, դες։ Չնայած ունես հարց ներողությունը Հա, ինչի համար ներողություն խնդրեմ, կներեք, էլի հասկանամ, ուզուտ հասկանամ, ինչի համար ներողություն խնդրեմ, որ վիճել ենք ազգային ժողովի դահլիճում, բայց դահլիճը նաև վեճերի համար է։ Այսինքն սա բան է, սա անկերական հավաք չի է բանին, մեկի ծնունդին, որ գանք ջան ասենք, ջան լսենք, սա քաղաքական պայքարի դահլիճ է եւ այստեղ կարող է լինել վեճ, հիմնականում խոսափողներից եւ ուրեմն նախատեսված ելույթի ժամերին, եթե պարոն Քոչյանի պահվածքի նման պահվածք էլի կրկնվի, նաև խոսափողից, այսինքն տեղերից, արձագանքների միջոցով, որտեղ իր ասածը չի կարելի թողել անարձագանք, ինքը իրավունք չունի, ընդհանրապես ոչ մեկ իրավունք չունի, ժողովուրդ ջան, ասենք հասկանանք էլի, հավանում եք, չեք հավանում, համակիր եք, չեք խոսում ազգային ժողովի ընտրված փոխնախագահ, այսինքն նախ ժողովրդի կողմից ընտրված որպես падգամավոր, հետո էլ ազգային ժողովի կողմից ընտրված որպես փոխնախագահ։ Ասենք աշխարհի որ մի նորմալ երկրում եք պատկերացնում, падգամավոր տեղից ելնի, ասի դու ով ես։ Հա, ասի դուք վատն եք, սխալն եք, նույնիսկ չգիտեմ, ինչ որտեղ կոպիտ խոսա, կոշտ խոսա, բայց առանց այդ մարդու, այսինքն չգիտի ով է, այդ ինչ ասելու բան է։ Իսկ ինքը ով է ընդհանրապես, լավ։ Ինձ նույնից եմ ասում, գնում է, ինքը ով է բացի իր հորտեղեն լինելուց, ինքը ով է, ինչ է արել ինքը այս կյանքում առանց իր հոր։ Առանց իր հոր ինչ արել այս կյանքում, եթե չլիներ իր հայրը, ինքը ինչ կկարողանար անել այս երկրում
այն նրանից ինչ որ արել է։ Կունենար ինքը այնքան գույք, այն որ ասում է 4 միլիարդ չի, քիչ է, հա, այդ քիչը իր ասած։ Այդ 100 միլիոն դոլարը կամ 4 միլիոն դոլար։ Կունենար ինքը։ Չասենք դա բան է էլի, ասենք եկել են ում ստեղ ինչ են ասում, ընդհանրապես թող ասենք հա էլի հասկացանք այդ փողը կարա մարդու մոտ բան ստեղծի, պահի տակ տենց կարող է գլխապտույտ ստեղծի եւ այլ, բայց չմետ հասկանանք էլի ով բարեկամն է եւ այլ։ Պարոն Քոչարյանի ոչ ստանդարտ է, պատգամավորին ոչ հարիր, ճղածիկ, կեցվածքի մեջ դուք ինչ որ միտում տեսնում եք գուցե Այո, իհարկե, այո, միտում տեսնում եմ եւ կարծում եմ, որ սա կազմակերպված մեկ մեծ միասնական պլանի մի մասն է եւ այդ պլանը պիտի ձախողել ամեն գնով, որովհետեւ այդ պլանը Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու համար չի գծվել։ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ աշխատելու համար է գծվել այդ պլանը։ Եվ որն է դրա վերջնանապատակը։ Դրա վերջնանապատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստն է։ Այդ չարաբաստիկ պլանի, ինչպիսին որ արդեն մի քանի անգամ գործարկվել է եւ ինչպիսին որ մի քանի փուլով այդ ինքնիշխանությունը արդեն զիջվել է այդ մարդկանց կողմից։ Այդ է դրա պլանը։